Լիլի ջան, ես ինչ ես նայում։ Արդեն 20 րոպեա նույն երգն է երգում։ Լավն է։ Բան չասեցի, բայց Դու ես լավը։ ախ, ցավտանեմ։ Բա դու ինչ լավն ես։ Պապի ջան։ Դիա։ Ես ով այս գեղեցկուհին, պապի։ Պապի, ինչ եղավ քեզ։ Լեո ջան, քույրը տա, ավո բարի բալենա ծանոթացի։ Լեա ջան, ոնց ես։ Լեո, ես դրսում կլինեմ։ Մի րոպե Լեա։ Պապի այսօրվանից Լեան մեր տանն է մնալու։ Ու այսօրվանից կողքի մարդկանց մուտքը այս տուն պետք է արգելվի։ Այդ կողքի մարդն էլ ես էի, հա։ Հա։ Տես, ես էլ մտածում էի հարսանիքն ին վրա, մատանիներն ին վրա, սինիները ին վրա, Մալդիվները ին վրա, պատրաստ էի աղբորս տղու համար լիքը փողեր ծախսեի, բայց ոնց տերում եմ աղբորս տղան իրան շատ սախալ է պահում։ Ում փողերը ծախսեիր, մակունցների։ Յա, Լեա ջան, դու խելոք խելացի աղջիկ էր, այդ ցավը տանեմ, քեզ ինչ պատահեց, ինչ ես քեզ սենց վատ պահում։ Մի խառնի ավո։ Երկրորդ անգամ եմ ասում։ Ստեղ դու պետքա չգաս, ու նայի էլ չկրկնեմ։ Ինչ մի հարազատ բարեկամներով հավաքվել եք է։ Էս ինչ այհեր, էս ինչ ժամանակներ ենք ապրում, ոչ մեծին հարգել գիտեն, ոչ մեծին վերաբերվել, բայց ինձ սենց էի պահում իրանց տարիքում, ոչ ինչ ավո հոպարը սաղկը կծի տեղը։ Գեշոնա ջուր բեր։ Ինչ է եղել։ Ամեն անգամ, երբ մեկդ մտնում եք ես տուն, ես գնում եմ այն աշխարհ հետ եմ գալիս։ Ամենավատն է, որ այդ անասունն էլ ամեն անգամ գնում այն աշխարհ ու հետ է գալիս։ Ով։ Ավոն։ Ողջը։ Հա։ Ոնց թե դի սաղա։ Հա։ Այդ փաստից ոնց որ մամա տաղակին ոգևորվեց։ Ինչի ոգևորվելու առիթ, չի որ քեզ չեն տանելու փակ են։ Հա էլի։ Բան արեք մի հատ երկ երաժշտություն սեղան բան գցեք, նստենք մի հատ քեֆ անենք, որ ավոն ողջ է մնացել։ Հա մի հատ էլ մատաղ կազմակերպենք։ Լեա արի ներս գնանք։ Չէ, Լեո, մինչև ավոն տնից դուրս չգա, ես ըս տուն չեմ մտնելու։ Հա բայց հիմա ստեղ կանգնելով չի ախր։ Ստեղ կանգնելով է։ Ավոյի հետ կապված չէինք կռվել, էդ էլ եղավ։ Կյանքս չեմ կռվում, ընդամենը չեմ ուզում ներս գնամ։ Հասկացի էլի ինձ։ Բայց ես ասեցի քեզ չեմ հասկանում։ Դե լավ, բալես, վերկաց գնա պապայի մոտ, որտև արդեն ձեր գնալու ժամանակն է, հա? Գնա։ Դե այհեր հասկացանք, այդ ցավը տանեմ, անդադ նույն բանն ես ասում։ Փոխանակ ուրախանաս, որ թորանդ բերել եմ, հետը լավ ժամանակ անցկացած, գնա հա գնա։
Չի լսվում ինչ են խոսում, բայց երևում է, որ Լեան շատ ջղայնացած է։ Ավո գնա, են երեխեն էլ ոնց որ քո պատճառով վատ հասկում իրան։ Դե բարև ձեզ էլի, լավ է։ Կլինի շատ անկեղծ բան ասեմ, չասեմ կմեռնեմ։ Լեան առաջին իր պապայի ասածներից պիտի ված գա։ Առավոտից Իրիկուն Սարգսյանների մսերն են ծամում ու հատուկ նենց են անում, որ ես լսեմ։ Արա ջան, ես կգժվեմ, սիրտը տուտեմ, մանան, ես ինչ գանձա, մտար աչքս, հոպարի բալա։ Լավ, չասեցի, որ ոգևորվես։ Ես որ ոգևորվում քեզ կծեփեմ պատին։ Ավո, Գնում եմ, հանգստացեք ձեզ մի կոտորեք, գնում եմ, երեխուս բերել էի, սիրեիր, վայել էիր, ցավը տանեմ, բայց ասեմ, երբ ուզեց բերելու եմ պապիի մոտ, Լեա չէ Լեայի պապալնի, այդ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, լավ մնացեք, ձեզ լավ բայեք, հերս կապի մեր ցավը տանեմ, գնացինք բոլես, փախան։ Ալո, Չխանգարեցի։ ինձ մի քիչ դժվար է խանգարելը։ Ավելի լավ։ Մի հատ հավես առաջարկով եմ զանգել։ Ապա։ Այսօր ուժեղ ռեյվ կա, ընկերներս են կազմակերպել։ Ուզում եմ քեզ հրավիրել։ Դե դու էլ արդեն մեր ընկերական շրջապատից ես, չէ՞։ Հա, որ։ Բա իհարկե, ասեմ ավելին, ես էլ սիրում եմ ընկերներս լավ տեղեր հրավիրել։ Ասեմ ավելին, կարող ես կնոջդ էլ բերել։ Հա, դու տենց ես գծե։ Ինչի՞, սխալ եմ գծել։ Ես իմ կերևա։ Դե կսպասեմ պատասխանիդ։ Հա, Գրիշ, Բայց ուր ես ձայնությունը դուրս չի գալիս։ մի քիչ հետո կգամ։ Չեմ հարցնում երբ կգաս, ասում եմ ուր ես։ Մերոնց տանը։ Բայց ոնց տենց ստացվեց։ Ու ընդհանրապես ես ինչի տեղյակ չեմ դրա մասին։ Վա, ինչ ա եղել, ընդամենը եկել եմ տեսնեմ ոնց են։ Այդ տնից դուրս հանելու պահերը ոնց որ կարոտել ես, հա, մանան։ Գրիշ, ուզում ես կռվենք։ Չէ, բայց ոնց որ դու ես ուզում արդեն շատ վատ հետդ խոսամ, մանան։ Տակից ոնց որ լավ է քփություն ես անում դրանց հետ։ Դրանց։ Հա, հենց դրանց։ Գնացել ես հետո հեսա տակատերի լցնելու են ճամփեն ստեղ։ Թե տես տեղեկություններ կա ուզում ես անձամբ գնաս հայտնես։ Այդ հարցերով քրոջդ զանգի։ Եթե ինքը չներկայացնի, ես հաստատ չեմ ներկայացնի հանգիստ տեղի։ Այսինքն։ Ինչ որ լսեցիր։ Ոնց է տեղալ Լեան։ Հետը թե մանան է տեղալ Լեան։ Հենց հիմա ասա տենամ ինչ անում Լեանը թե։ Իսկ ինչ ես գոռում։ Լավ եմ անում, հարցիս պատասխանի։ Լսի, դու անհասկանալի պատճառներով ինչ որ ագրեսիվ ես քեզ պահում, չնայած ես ինձ կարեի ագրեսիվ պահեի իմ առած ցենց սահմանափակումներ դնելու համար։ Դավ ես հենց հիմա գալիս եմ։ Ուր։ Ուր, պապուտ օջախ, ուր։ Ես արդեն դուրս եմ գալիս։ Եթե քուրս ատեղ է, ուրեմն ինձ ոչ մեկ էլ չի կարա արկել ես ատեղ գամ։ Կագրաս կգամ, ատե սաղովդ կհավաքվեք, մի հատ կբացատրեք ինչ անում Լեան ատեղ։ Այն դեպքում, երբ որ պապան արկել է իրան ընդհանրապես հանդիպել այդ Լեոյի հետ։ Լսի, պետք չի։ Ես գալիս եմ տուն արդեն։ Ուրեմն գաս, չգաս, այդ ինչ չի խանգարում, որ գամ ու Լեային բերեմ տուն։ Դե չէ որ հերս իմացավ շատ վատ ձևերով այդ ամեն ինչը անելու։ Անապետ, պապ ջան։ Ինչ որտեղ ես շտապում, հա։ Չէ, խի։
Լավ չես անում, Գրիշո։ Ինչ է։ Դե որ հորդ խափում ես։ Այդ կնոջից դες սովորել, հա, այդ խափելը նոր բարվեստը։ Հնարավորինս արագ տուն հասնելա պետք, քանի Գրիշը չի եկել։ Բաբջան, ինչ կա, ոնց ես։ Այն պինգվինները ասացին, որ ինչ-որ կարևոր բան են խոսելու։ Ահա, այգա։ Ես ու Լեան որոշում ենք կայացրել։ Ու այդ մեր կյանքի երևի ամենակարևոր որոշումն է։ Ոչ մեկիդ համար էլ գաղտնիք չի, որ մենք սիրում ենք իրար։ Բայց ախր վերջին դեպքերը Մեզ ավելի վճռական դարձրեցին, պապի։ Այս պայից սկսած Լեան ապրելու է այս տանը։ Ոնց թե։ Ինչ է քեզ տենց զարմացրեց մանան։ ճիշտն ասած զարմացած ենք բոլորս։ Մի րոպե։ Այսինքն ապրելու եք իրար հետ առանց հարսանիք անելու ու առանց իրանց կողմի համաձայնության, հա։ Ինչի հետ որ մեր չափից շատ զարմացած քուրը գնաց իրանց տուն առանց մեր համաձայնության։ Մենք ինչ արեցինք, որ Իմ դեպքն ուրիշ էր։ Ինչի դու երկնքից էիր ընկել։ Թե քո ընտրաստեղան վերին արտի ցորենն էր։ Չեք հասկանում, որ Լեայի այս տուն տեղափոխվելը անդառնալի հետևանքներ կարա ունենա։ Եթե իմ աղբոր երջանկությունը կախված է Լեայի այս տուն տեղափոխվելուց, ուրեմն մենք ամեն ինչ էլ պատրաստ ենք։ Չնայած նրան, որ ես եմ միշտ իրան ասել հեռու մնա մակունցներից։ Լեա, հասկանում ես, որ կոնկրետ վտանգում ես աղբորս։ Աղբորս կյանքի հետ ես խաղում։ Մանան քեզ թվում է դու հիմա իրավունք ունես ինձ տենց բան ասելու։ Չէ։ Իրան թվում է, որ ինքը կարա մենակ երջանիկ լինի։ Մենք չէ։ Ինձնից հասնում էր զգուշացնել։ Չեմ պատկերացնում ոնց կարելի է այդքան անպատասխանատու լինել, ոնց կարելի է այդքան մանկամիտ լինել։ Դա ինձ ես ասում։ Ում ես տեսնում քեզնից բացի այստեղ։ Այ մամ ջան, աղջիկը թել է գնացել է դրանց տուն, ինձ ես մի հատ եմ եղադրում։ Կինդ վերակացել գնացել է դրանց տուն, ումն է մեղավորությունը։ Հա պապու տունն է գնացել է, ինչ անեմ։ Բայց որ չգնար, արդյունքում այս ամեն ինչը չէր լինի։ Ոչինչ հեսա գատուն տես դրան ինչ եմ անելու։ Այդ ամեն ինչի մասին պիտի նախքան հեռախոսով խոսելը մտածեիր։ Պետք չէր գորգրալով ուժեղ տղա խաղալ, հատկապես երբ կինդ վախեցողներից չի։ Ուրեմն որ պապան Լեային բռնեցնի այդ Լեայից տունը ինչ կանի։ Աստված գիտի։ Չտեսար ինչ կատաղած էր։ Չկարողացանք կանգնեցնել։ Մի հատ է զանգելի Լեային։ Ինչ հոգուտ, եթե չի պատասխանում։ Գրիշո, խնդրում եմ, կամ կանգնի կանգնած մնա, կամ նստի նստած մնա։ Ինչ ես գժի պես գնում գալիս։ Դա չեմ կարող, մամ, ներվայնացած եմ դա։ Բոլորս էլ ներվայնացած են։ Գանձես։ Հələ ասա տենամ, պապի տանը ոնց էր։ Լավ։ Ապրես, շուշուտ ենք է գնալու։ Ճիշտ է, պապի թորները կնեղվեն, որովհետև իրանց սերը կսկսի արդեն մի քիչ պակասել, բայց դա պապայիդ ընդհանրապես չի հուզում։ Ոնց որ ժամանակին Ռաֆը հոպարից չէր հուզում իմ հոգեվիճակը, որ աշխարհի սերը իրանն էր, իսկ պապայիդ շամպոչ։ Գնացինք կյանքս։
Տուր երախոս ու գնա։ Հանգստացել եմ, մի հատ էս ագրեսիվ պահվածք է։ Կարող ես երախոն հորը տնից ես բերել։ Երևի դու երախոն հորը տնից հա բերել, որ նեղություն չքաշեցիր մի անգամից առար ու տարար։ Չառաջարկեցիր էլ, կարող է ես էլ գայ հորդ տուն։ Ես էլ ասեմ, ինչի կռիվն է անում, ինչի կռիվ է տալի։ Դա իմ գլխին գալով է, էլի հոգեկան խնդիրներ ունեցող կանայք։ Դու քեզ տես։ Հարկեղած ժամանակ այդ քո ասած հոգեկան կնոջդ ավելի շատ ես հարգում ու կարևորում։ Ու ընդունում քեզ որպես կին։ Այս մեկը պիտի չասեիր։ Այս մեկը արդեն չափերդ անցար ու ինձ վիրավորեցիր։ Դու չես ամաչում, եթե չես խոսում։ Ես ան նույնիսկ չեմ համեմատի քո հետ։ Ուր մնաս ես նրան համարեմ իմ կին ու հարգեմ։ Ավո դու ամաչում ես ինձնից։ Դու ամաչի։ Դու պիտի ամաչես, որ sense բաներ ես ասում։ Լավ, եթե չես ամաչում ինձնից, ուրեմն ինչի՞նց չտարար քո հորտուն ու չներկայացրեցիր որպես քո երախու մայր։ Արա ցավը տանեմ հերիքա, հասկացանք հանգստացի տեղ գնալու կռիվ ես անում։ Լսի, հորս հետ իմ հարաբերությունները լարված է, հասկանում ես, երեխուս տարա, որ տեսնի մի քիչ թուլանա, համբերի, ամեն ինչ հերթով, կարկով, իրա ձևով։ Հեսա թույս ընթացքը անցնի կգրոհենք բոլորով։ Լավ։ Ես քո խաթերը կառնեմ, ցավը տանեմ, հետ չմտածես։ Պետք չի։ Լուրջ եմ ասում, դու վստահի ավոին, որ ասում եմ, որ ամա տենց է, քույրիկ ջան։ Խուճուճ ջան։ Սիրտս լավ է պապի տանը։ Ապրես, էլ են գնալու։ Կներես աղջիկ ջան։ Առաջին հայացքից տպավորություն ստեղծվեց, թե մենք ուրախ չենք Լեոյի երջանկությամբ։ Այս միայն Աստծուն է հայտնի, թե ես ու Դավիթը ինչքան ենք երազել Լեոյին երջանիկ տեսնելու մասին։ Իսկ Լեոյի երջանկությունը դու ես աղջիկ ջան։ Իմ երջանկությունն էլ ինքն է, պապի ջան։ Չեմ կասկածում։ Դրա համար էլ դու հիմա այստեղ ես։ Ուրեմն ամուր կարգեք ձեր երջանկությունից։ Այնպես որ Աստված օրհնի ձեր երջանկությունը, որպեսզի ոչ ոք չկարողանա խաթարել այն։ Շնորհակալ եմ շատ, պապի ջան։ Շնորհակալ եմ, պապի։ Ապրես բալես։ Իրականում մենք մի քիչ զարմացած էինք ձեր նորությունից, դրա համար տենց տարօրինակ ռեակցիա տվեցինք։ Մի խոսքով, Լեա ջան, էս քո տունն է արդեն։ Մերսի շատ, Դավ ջան։ Շնորհավոր։ Աղբերս։ Դե երջանիկ եղեք ու երջանկացրեք իրար։ Դավ, բայց կներես, քեզնից առաջ են գա, ուղղակի տենց ադատ կա, չէ, որ եթե տանը մեծ աղբեր կա, փոքրը պետքա սպասի։ Դե ինչ անենք, պապ ջան, մեր տան փոքրն էլ անշնորհք դուրս եկավ։ Դե դուք զրուցեք, ես գնամ խոհանոց։ Ինչա պետք, պապի ջան, ես կանեմ։ Ասա ինչ լավ է տանը հարս ունենալը։ Մի ոգևորվի, աղջկան առաջին օրը բերել ես պիտի աշխատացնես, դուք զրուցեք, ես կպատրաստեմ։ Չէ, ես կգամ կօգնեմ։ Լեա ջան, պապին արդեն օգնող ունի։ Կհասցնես օգնես, ցավը տանը։ Արևս, այսօրը քեզ նվեր, բայց վաղվանից բարձրանաս ու վարակույրները իջացնես, ի։ Լեոն ռեվ գժվավ, երջանկությունից է, ոչինչ, բայց դու կարաս իրան հետ բերես։ Արի գնանք իրան կհասկանան իրար։ Վայ։ Իսկ դու լարվում էիր։ Ճիշտն ասած, ես հիմա էլ եմ լարված։ Ինչի կարող է փոշմանել ես։ Չէ, գիշես։ Մոգի չեմ պատկերացնում ինչ կլինի, եթե Մանանը հասնի տուն ու մերոնց ամեն ինչ պատմի։ Ես ամբողջ ընթացքում մաման զանգում էր։ Մանանը պատմի, չպատմի, մեկը իմանալու են։ Չենք կարող այս ամեն ինչը թաքցնենք։ Բայց թող իմանան։ Հետո իրանք ինչ կանեն, դա իրանց խնդիրն է։
Ինչ ես մտածում ես ամենի մասին։ Պապ, իրականում սիրտս լավ բան չի զգում։ Ինձ թվում է այդ հունանը սենց հանգիստ չի ընդունելու այս ամեն ինչը։ Աստված բարին կատարի։ Աստված տա։ Մարդս մտածում եմ մեկ էլ տեսար այդ հունանը իր աղջկա երջանկության համար մարդ դառնա։ Ես նայել եմ հունանի աչքերի մեջ։ Ու մտածում եմ, որ ավելի շուտ ես Փարիզի թատրոնի համար հագուստներ կկարեմ, քան թե հունանը կընդունի սրա երջանկությունը։ Թող Փարիզի թատրոնի երազի, որ դու իրանց շոուերը կարես։ Հա, բա ոնց, Փարիզում են հերթ են կանգնել, սպասում են երբ կգնամ իրանց հագուստները կարեմ։ Գրիշ ջան, ինչ ա եղել, ինչ ես անընդհատ զանգում։ Իմ պահանջներ։ Կարոտել էիք սկեսուր մայրիկ։ Ինչ կարոտել էիր է։ Լեայի հետ չենք կարող կապի դուրս գանք, ասացին կարող է դու տեղյակ լինես այդքան բան։ Հա, բայց ինչի համար, ինչի ես բոլորին իրար խառնել։ Լեան դեռ ձեր տանն է, թե դուրս եկավ։ Ինչի համար եք հարցնում։ Գրիշոսա երբ հայրեն մարդավարի պահելու։ Լսում ես, մամատ ինձ ոնց ա վիրավորում։ Եթե դու չես պատրաստվում ինձ պաշտպանես, դա ես կանեմ։ Արա դե ինչ ասել լեզվիդ տալի անընդհատ։ Ուզում եք իմանալ քուրս ուրա, որտեվ պապան հել է գնում է ձեր տուն։ Իսկ եթե հանկարծ քուրս ընդեղ ա եղել, գիտես պապան ինչ է անելու ձեր տնեցիքի հետ։ Սկան կարճ ժամանակում ո՞նց հասցրեցիք այսքան բանը պատրաստել։ Լեա ջան, բա գիտի երկատակ էինք անում, որ ասում էի պապին օգնող ունի։ Դավջան, այդ ինչ շուտ է, ու ես այդքան լցնում։ Շատ չի, կեր աղջիկ ջան, կեր մի քիչ լցվի, ախր շատ նիհար ես, է։ Պապի, մի ասա։ Մի վատացրու պապի։ Հա, ես էլ քեզ սպասարկեմ, չէ։ Հա, բա ինչ պետք է անես։ Դե հաշմի շահում ես, էլի։ Դե քանի շահում եմ, ուխտվեմ։ Երիքա, ասի մի հատ էլ իմ կողմից։ Ուզում եմ խմեմ այս պահի համար։ Սպասի, բաժակը դες։ Ահա ճիշտ որ Իսկ կոնից այսօր մատուցողը դու ես լրիվ։ Ինչի դու երբ ես գործ արել ես տանը Լեո։ Ահա, դες սկսեցի։ Հիմա այնքան կշարունակենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Իրանց համար, իրանց գենասն է։ Դե, ասա։ Մենք ուզենք, որ ամեն ինչ այլ ձևով լիներ։ Մենք այս ձևից էլ դժգոհ չենք, պապի։ Դե չէ բալես, լիարժեքության համար պետք է մեր հարսիկ ընտանիքն էլ էստեղ լիներ, իրենց օրհնությունը տար։ Մենք ախր դրա միջով անցել ենք ու գիտենք ինչ ցավ է դա։ Պապի ջան, ես ամեն կերպ փորձեցի մերոնց համոզել, հավատացնել, որ Լեոնն է իմ ապագան։ Բայց ոչ մի բան չստացվեց։ Այդ իրանց խնդիրն է Լեա։ Մենք մտածելու բան չունենք։ Վերցրեք, ձեր կենացը, ձեզ երջանկություն, ձեր սիրո համար, մնացածն է դու ասա։ Նորից ու նորից շնորհավոր։ Աստված նորից ու նորից օրհնի ձեր միությունը, ձեր երջանկությունը։ Ու Աստված օրհնի մեր հարսիկի ոտքը մեր օջախում։ Նստի, այսօր դու թազաթես ես, ես կբացեմ։ Բարև։ Ստեղ աղջիկ ես։ Պապան է։ Մարդկա ուզում է իր աղջկան տեսնի ու գնա։ Բարև ձեզ։ Բարի ախորժակ։ Մեր տան մեջ անախորժ բաներ չանես։ Բան ունես ասելու, ասա, եթե չգնա։ Լեա ջան, բալես։ Ես քեզ ինչ էի ասել։
Պապ, կներես, բայց ես Լեոին չափից շատ եմ սիրում, որ քո քմահաճույքի համար հրաժարվեմ իրանից։ Ես ու Լեան միասին ենք ունեն։ Ու այս հերթական հանդիպում չի։ Այսօրվանից ինքը իմ կինն է ու այս տան հարսը։ Լեա, լսում ես, այս երիտասարդը ինչ պատասխանատու հայտարարություններ անում։ Պապ, ես եկել եմ Լեոյից տուն, որ մնամ։ Մենք որոշեցինք այս տարբերակով իրար հետ լինել։ Կարող ես դեմ լինել, բայց դա բան չի փոխելու։ Լեան մեծ աղջիկա, ինքը որոշել է, նա ընտրել է մեր տունը։ Կընդունես քո աղջկա որոշումը, շատ ավելի լավ քո համար։ Եթե չէ, դրան տեղը հիշում ես։ Նշում եք։ Ինչպես տեսնում ես։ Կարամ նստեմ։ Չնայած ինձ բան ասացիք, որ այդ մարսելու համար ընդհանրապես պետք է նստել։ Դավիթ ջան, սպասք ավելացրու։ Ես կբերեմ, նորմալ է։ Շնորհակալ եմ աղջիկս։ Ինձ մի բաժակ ջուր տուր։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչ մնում է իմ աղջիկը այս տուն հարս գալուն, ասեմ, որ ես դեմ եմ։ Այդ քո խնդիրն է ունեն։ Երբ որ մեր քուրը ձեր տուն հարս էր գալիս, մենք էլ էինք դեմ։ Բայց ինչ որ բան փոխվեց։ Լեան մեծ աղջիկա, ինքը պետք է ընտրի, ու ինքը իր ընտրությունը կատարել է, այնպես որ վերկացու գնա։ Կգնամ։ Խոստանում եմ կգնամ, ուղղակի ինձ ընդամենը 5 րոպե է պետք իմ աղջկա հետ զրուցելու համար։ Դու մի րոպե էլ չունես։ Լեո, խնդրում եմ 5 րոպեն ոչ մի բան չի փոխելու մեր կյանքում։ Իսկապես բալես, թե խոսեն ինչ է եղել։ Առանձին։ Լավ ես մտածել։ Կամ մեր ներկայությամբ ես խոսում, կամ գնում ես։ Լեո, խնդրում եմ թող խոսենք, էլի։ Մեկը իմ որոշման վրա ոչ մի բան չի կարող ազդի։ Իմ որոշումը անփոփոխ է։ Պապատ գտելա թույլ տեղս, գիտի, որ այս տեղը շատ եմ սիրում, մի անգամից բերելա, որ տրամադրությունս բարձրանա։ Ու հետս էլ բարիշի։ Ասա, բալես դու ասա էլի, մամայիդ ասա, որ պապայից նեղանալ պետք չի, պապատ այս աշխարհի ամենաազնիվ մարդն է, ինձանից ոչ նեղանալ, ոչ նեղացնել է պետք։ Լավ էլի, աբո, որ այդ արտահայտությունը անում ես, ինձ թվում է, որ մտքումդ ծիծաղում ես ինձ վրա։ Էս ինչ հետաքրքիր բան է, մաքուրոտին քայլեցի ախորժակս բացվեց։ Իմն է։ Վախուտեմ քեզ։ Դե քոնն էլ ուտելուց կբացվի։ Ես ու աղջիկս որ հաց ուտենք, մաման կտնա, ինքն էլ կուզենա մեր հետ հաց ուտի, չէ՞։ Լավ։ Իսկ ես հիմարս միշտ մտածում էի, որ մենք նման ընտանիք կունենանք։ Մտածում էի, որ դու ինձ շատ ես սիրում, բայց երջանիկ լինել չենք կարողանում, որովհետև երեխա չունենք։ Քո ստերն իմ կերած նվաստացումները ընդամենը մի բացատրություն ունեն։
Դու ինձ չես սիրել, Ավո, նույնիսկ ատել ես։ Ես քեզ քանի անգամ զգուշացրեցի հեռու մնաս այս տղայից, այս ընտանիքից, Սարգսյան ազգանունից։ Պապ, ես սիրում եմ Լեոին, ու դա քեզ պետքա բավարար լինի, որովհետև երբ կողակից ես ընտրում, պետքա սիրով առաջնորդվես։ Հակառակ դեպքում ոչ այդ ընտանիքն է կայուն լինելու, ոչ էլ դու ես երջանիկ լինելու։ Խնդրում եմ մի հատ քո մամայի օրինակը նայ։ Ես քանի անգամ խնայեցի այս տղայի կյանքը։ Բայց ինչի, պապ, ինչ արել քեզ Լեոն, ինչով է պայմանավորված քո թշնամանքը։ Այդ թշնամանքը չի էլ պակասել։ Ես ուղղակի ատում եմ այդ լակոտին։ Եկար Լեոյից տուն, համոզեցիր այդ մարդկանց, որ 5 րոպե հետս խոսես, որ գանք հաստենք ստեղ քո Լեոյի հանդեպ ունեցած ատելությունից խոսենք։ Գալիս ես գնանք տուն։ Չէ, պապ, ես սիրում եմ Լեոյին ու առանց իր իմ կյանքը չեմ պատկերացնում։ Շատ ավելի վատ քո համար։ Հիմա դու ինչ էլ ասես, ես հակադարձելու եմ։ Հակադարձելու եմ, որովհետև չափից շատ եմ սիրում Լեոյին։ Իսկ սերդ այնքան մեծ է, որ ամեն ինչին դիմակայի։ Հա։ Ես վստահաբար ասում եմ այո, ակնկալելով քո համաձայնությունը։ Ես չեմ տալիս իմ համաձայնությունը։ Դու չես կարող ամուսնանաս մի մարդու հետ, ում հորը ես տարիներ առաջ սպանել եմ։ Արաքույրը թող ես կողմարի։ Անդի ինչ եկավ հացներս հարամ արեց, պապի։ Իրականում մի քիչ զարմացած եմ Հունանի պահվածքի վրա, շատ տարօրինակ է։ Այո, շատ հանգիստ էր։ Ու այդ ավելի վտանգավոր է իր դեպքում։ Ես վստահում եմ Լեային, հաստատ չի կոտրվի, ու շատ հանգիստ եմ։ Հա, ահա որ հանգիստ ես, տեսքիցդ երևում է։ Չեմ հավատում, որ դու կարաս այդ սուտ խոսես, ընդամենը որ ինձ Լեոյից բաժանես։ Ուրեմն այդքան շատ է քո ատելությունը։ Ես քեզ բացառապես ասում եմ ճշմարտությունը։ Ես քեզ հենց հիմա երկար սպասված գաղտնիքն եմ բացահայտել։ Սուտ ես ասում։ Ես քեզ չեմ հավատում, բա։ Չէ, ես գիտեմ, որ դու մարդ սպանես, բայց դու չես կարող Լեոյի հորը սպանած լինես։ Ես եմ սպանել։ Բայց ոչ մի տունավոր։ Հա։ Դա իմ ձեռքով է գնացել։ Ոնց որ կոտրվեց մակունցը։ Այն հանգիստ կարող եմ։ Ինչ է դա։ Արա հիմա չգա, քեզ գերկի պաչի մաչի, հա։ Դրան կապտոս։ Մեկ էլ տեսար։ Ես մարդը ոտքից գլուխ վտանգա։ Ուզում եմ մեռնեմ։ Ուզում եմ մեռնեմ, բայց չընդունեմ, որ այս աստիճան տականք ես, պապ։ Մի հատ քեզ մի գործու։ Ո՞վ ես դու։ Այն ինչ եղել է,
շատ դժբախտ դեպքեր ուղղակի։ Որտեղ դու կաս, այնտեղ դժբախտ դեպք կա։ Դու ոտքից գլուխ դժբախտություն ես։ Դու վտանգավոր ես մարդկության համար։ Արի գնանք ստերից կխոսենք։ Չկպնես ինձ։ Չկպնես։ Դա հիմա հասկանում ես ինչի չես կարող լինես այդ լակոտի հետ։ Գոհ չէ։ Երջանիկ ես, չէ՞ որ էլ չեմ կանա իմ սիրով հակադարձեմ։ Ո՞ւմ է պետք իմ սերը։ Դու անգամ այդ կեղտոտեցիր, պապ։ Մի գոռա։ Թե ուզում ես Լեոնալ իմանա այս ամեն ինչի մասին։ Որ վարքյանին Լեոնես խայտառակության մասին իմանա, ես իմ կյանքին վերջ կտամ։ Իսու ես։